Գիրք Ելից, գլուխ 2 Մովսեսի ծնունդը Եվ այնտեղ Ղևի գերդաստանից մի մարդ գնաց ու Ղևիի աղջիկներից մեկի հետ ամուսնացավ։ Կինը հղիացավ ու մի որդի ծնեց, և երբ տեսավ, որ նա գեղեցիկ մանուկ է, 3 ամիս թաքցրեց նրան։ Երբ այլևս անկարելի էր թաքցնել նրան, նրա համար եղեգից հյուսված մի զամբյուղ վերցրեց, կպրով ու ձյութով ծեփեց ու մանկանը դրա մեջ դնելով դրեց Գետիեզրի եղեգնուտում։ Իսկ նրա քույրը հեռվում կանգնեց, որ տեսնի, թե ինչ է պատահելու նրան։ Եվ փարավոնի դուստրն իջավ լողանալու, իսկ նրա աղախինները Գետիեզրին ման էին գալիս, և երբ եղեգնուտում դրված զամբյուղը նկատեց, իր նաժիշտին ուղարկեց այն վերցնելու։ Եվ նա բացեց ու տեսավ երեխային, և ահա մանուկը լաց էր լինում, և խղճալով նրան ասաց. «Սա եբրայեցիների տղաներից մեկն է»։ Այն ժամանակ նրա քույրն ասաց փարավոնի դստերը. «Գնամ քեզ համար եբրայեցիներից մի ստնտու կանչեմ, որ տղային կուրծք տա քեզ համար»։ Փարավոնի դուստրը նրան ասաց. «Գնա»։ Եվ աղջիկը գնաց ու կանչեց մանկան մորը։ Փարավոնի աղջիկն ասաց նրան. «Տար այս երեխային և կուրծք տուր ինձ համար, և ես քեզ կվարձատրեմ»։ Եվ կինը վերցրեց մանկանն ու կերակրեց նրան, և երեխան մեծացավ, և նա փարավոնի դստեր մոտ բերեց նրան, և նրան որդի եղավ, նա էլ նրա անունը Մովսես դրեց, և ասաց, որովհետև ջրից հանեցի նրան։ Եվ այդ օրերին, երբ Մովսեսը մեծացել էր, այնպես եղավ, որ նա գնաց դուրս իր եղբայրների մոտ ու տեսավ նրանց ծանր բեռները, և նկատեց մի եգիպտացու, որ իր եբրայեցի եղբայրներից մեկին ծեծում է։ Այս ու այն կողմ նայելով ու ոչ ոքի չտեսնելով, սպանեց եգիպտացուն ու ավազի մեջ թաղեց նրան։ Եվ հաջորդ օրը դուրս եկավ, և ահա 2 եբրայեցիներ կռվում էին իրար հետ, և մեղավորին ասաց. «Ինչու ես ծեծում քո ընկերոջը»։ Ու նա ասաց. «Ո՞վ է քեզ իշխան կամ դատավոր կարգել մեզ վրա։ Ինձ էլ սպանելու միտք ունես, ինչպես որ Եգիպտացուն սպանեցիր»։ Եվ Մովսեսը վախեցավ ու ասաց. «Այս բանն անշուշտ հայտնի է դարձել»։ Արդ երբ փարավոնը լսեց այդ մասին, ուզում էր սպանել Մովսեսին, բայց Մովսեսը փախավ փարավոնի երեսից և բնակվեց Մադիամի երկրում ու նստեց մի հորի մոտ։ Արդ Մադիամի քուրմը 7 աղջիկ ուներ, և նրանք եկան ու ջուր քաշեցին, և իրենց հոր հոտը ջրելու համար ավազանները լցրին։ Եվ հովիվները եկան ու քշեցին նրանց, իսկ Մովսեսը վեր կացավ ու օգնեց նրանց, և նրանց հոտին ջուր խմեցրեց։ Եվ երբ նրանք եկան իրենց հոր Ռագուելի մոտ, նա ասաց. «Ինչպե՞ս եղավ այսօր շուտ եկաք»։ Ասացին. «Մի Եգիպտացի մեզ ազատեց հովիվների ձեռքից, և մեզ համար էլ ջուր քաշեց ու մեր հոտը ջրեց»։ Նա էլ ասաց իր աղջիկներին. «Իսկ ո՞ւր է, ինչու եք այդ մարդուն այդպես թողել, կանչեցեք, որ հաց ուտի»։ Եվ Մովսեսը համաձայնեց այդ մարդու հետ բնակվել, և նա իր սեփորը աղջկան տվեց Մովսեսին։ Սա մի որդի ունեցավ, և նա նրա անունը Գերսամ դրեց, որովհետև ասաց. «Պանդուխտ եղա օտար երկրում»։ Եվ եղավ, որ որոշ ժամանակ հետո Եգիպտոսի թագավորը մեռավ, և Իսրայելի որդիները հեծում էին կապանքի տակ և աղաղակում, և ծառայության պատճառով նրանց բարձրացած աղաղակը հասավ Աստծուն։ Եվ Աստված լսեց նրանց հեծեծանքը, և Աստված հիշեց իր ուխտը, որ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ էր կնքել։ Եվ Աստված նայեց Իսրայելի որդիներին, և Աստված ընդունեց նրանց խնդրանքը։